Համեցեք։ Կարող ես այստեղից ես, բայց Ճիշմը բարձր։ Այո։ Ուղղակի մեր տասը 10 ժամ ուշացավ, դրա համար այսպես ստացվեց, քիչ եկարեք։ Մենք նկատում եմ մեր ամեն հիմնադրամը ամեն տարբերություններ տարբեր հայկական նախագծեր են իրականացնում եւ այդպիսի մի տրադիցիա ավանդույթ է մեր ստեղծվել, որ փորձում ենք ամեն ապրիլի 24-ի կապակցությամբ ինչ-որ մի բան արտահայտենք կապված ցեղասպանության հետ եւ գրեթե վերջին տարիները դա ստացվում է եւ այս տարի մենք ապրիլի 20-ին ստացանք տպարանից այս գիրքը եւ 22-ին արեցինք քիչ նորհանդեսը Մոսկվայում բավական մեծ եւ իհարկե չէինք կարող անտեսել այն ֆակտը, որ պարոն Գևորգյանը իմացանք մի քանի օր առաջ որ իր հետ խոսում էինք, որ Հայաստան պիտի գա եւ որոշեցինք անպայման այդ հնարավորությունը, որ հայ քրիստոնյաները ունենան եւ ծանոթանան համ գրքի հետ, համ Պատրիարքյան Ռայմոնդի հետ։ Ընդհանրապես մենք մեր տարբեր նախագծերի ցանկում կարևորում ենք երկու բառ, մեր համար դա ամենակարևորն է։ Դա Արցախի թեման է եւ ցեղասպանության թեման, որին մենք արդեն դիրել ենք մի քանի հրատարակություններ եւ այս շարքը ինքը շարունակական է լինելու, բավական հրատարակելու գործեր ունենք։ Ուզում եմ ասեմ, կան գրքեր, որոնք որ մեր հորիզոնները բացում են, ընդլայնում են, փոխում են մեր տեսակետը եւ մեր վրա, եւ մեր պատմության վրա, եւ այս գիրքը այդ գրքերից է։ Մենք այդ գրքերը աշխատել ենք 3 տարի եւ ուզում եմ շատ քոնի շնորհակալություն հայտնել ցեղասպանության կանգնարան ինստիտուտի մեր գործընկերներին։ Իրոք դա բարդ աշխատանք է, դա 6 մարդ է աշխատել տարբեր ոլորտներից եւ գրական խմբագրեր, գիտական խմբագրեր պատրաստել են։ Ինձ թվում է լավ է ստացվել, որովհետեւ մենք միակ մի քիչ փորձ ունեինք նախորդ գիրքը պարոն Ռայմոնդի, որ մենք 15 թվականին հրատարակեցինք ռուսերեն լեզվով, այնտեղ որոշ լուծումներ կային, այնքան էլ լավ չէր արել պաշտպանությունը եւ այլն, բայց մենք գալով տարի այդ գիրքը վերահրատարակելու ենք, արդեն մեր աշխատանք ենք արել եւ թվում է ինքնին բավական բարձր մակարդակի աշխատություն կլինի։ Մանավանդ որ գիրքը սպառվել է, չնայած մենք հրատարակել ենք 3500 տպականակով, բայց հիմա այս գրքի կարիքը զգացում է։ Ուզում եմ էլի շնորհակալություն ասեմ քեզ, որովհետև մենք 20 տարուց ծանոթ ենք եւ այն աշխատանքը, որ պարոն ես չգիտեմ, դրա մասին ուսուցիչ նշել եք, բայց Գևորգյանն է կատարում, դա երբ ֆենոմենալ աշխատանք է, որը որ քրտաջան եւ ինչ ասեմ, շատ կարեւոր եւ այդ աշխատանքը այսօր մեր պատմության մութեջերն են բացվում, աշխարհ գալիս մանավանդ եթե Հայաստանում ճիշտ ասած մի քանի տարի առաջ չէի մտածում, որ պետք է մեր Հայաստանում էլ գրքեր հրատարակվեն, մեր տարածվեն, չեմ խոսում Սփյուռքի մասին, որտեղ բաներ կան, որ ցավոք սրտի եթե անգլերեն եւ ուրիշ լեզուներով այս թեմաները, այս թեմայով շատ գրքեր են հրատարակվում, ուրեմն գրեթե գիրք չկա, դա եվրոպայի գիրք է այս թեմայով, կարելի է մատերի վրա հաշվել 10 տարի ընթացքում, թե ինչքան գրքեր են հրատարակվել եւ իհարկե մենք այս գրքերը, այս գիրքը հրատարակում ենք թատերախային ինչի ռուսերեն, որովհետեւ այդտեղ էլ կա գիտական հարություն, կան հայրենիքներ, բայց մենք հիմա դիմել ենք հրատարակչությանը Օդիլ Ջակոբին եւ հուսով եմ իրանք պես չեն մերժի եւ մենք այս գիրքը հայերենից կհրատարակենք։ Եվ մի բան եմ ուզում ասել, չնայած կարող է այստեղ գտնվողներին այդ բանը ասել այնքան էլ ճիշտ չի, բայց ես ուզում եմ դիմել, որ մենք չվախենանք մեր պատմությունից։ Ինչի եմ դա ասում, որովհետեւ շատ մարդկանց երբ որ ասում ես այսպեսի գիրք են հրատարակել, սրանից առաջ մենք անցյալ տարի հրատարակեցինք Գավրիլ Բանյանի Ուշեր մանկության եւ որդության գիրքը, որը
ունիկալ ետայքի դիրքերից է, շատերը ասում են այդ թեմայի հետ չենք ուզում կարդանք, ինչ-որ վատ են ընկալվում եւ այլն, բայց ես ուզում եմ բոլորին կոչ անել չվախենալ այս թեմայից, չէ որ դա մեր պատմությունն է, դա մեր մի մասնիկն է եւ միայն իմանալով մեր պատմությունը, ճանաչելով մենք ուժեղ ենք դառնում եւ դրա վրա հիմնվելով կարող ենք գնալ առաջ։ Շնորհակալություն։